շնորհակալ եմ տաղավար, մի քանի թեմաների հետ կապված կլսենք ձեր գնահատականը եւ այսպես քանի որ հենց այդպես է վերնագրել եք, Կոստանդին Զատուլինը հերթական հայտարարություն է արել։ Հայաստանը ցանկանում է սլաքներն ուղղել Ռուսաստանի դեմ, Մոսկվայի շահերը նրան չեն հետաքրքրում։ Որպեսզի ամուսնության մեջբերում չանեն, դուք ծանոթ եք հայտարարությանը Զատուլինի, ըստ էության ասում է Հայաստանը փորձում է հենց այդպես է կարող ասել, հերթական անգամ Ռուսաստանի գլխին սարքել, տեսակ մենք իրենք ինչ արեցին Արցախում ռուս խաղաղապահների զորախմբի տեղակայումից հետո, մի խոսքով այս ամեն ինչը ներքաշել, հետո բարդեն Ռուսաստանի վրա, համեցեք ես մասում ձեր տեսակետը։ Գիտեք, իսկապես Զատուլինը փորձել է մերկացնել Փաշինյանի կարողանում եմ այդ բառը ասել երևի խարդավանքը, ինտրիգը, այսինքն խնդիրը այդ տվյալ պարագայում ամենայն հավանականությամբ վերաբերում է երկաթուղու հարցերին, այսինքն այն հայտնի հայտարարություններին, որ Փաշինյանը խնդրել է Ռուսաստանին, որպեսզի իրենք վերակառուցեն երկու գիծ, դա ուրեմն սահմանի վրա երասխից դեպի միջև Նախճեվան եւ ըստ էության Իջևանի մասը երկաթգծի, այսպես ասենք, փորձել է, այսպես ասենք, իրենց դիմել է, որպեսզի իրենք վերակառուցեն այդ գծերը տվյալ պարագայում։ Պարզ է, որ ամեն ինչ արվում է, որպեսզի Ռուսաստանը հանկարծ որևէ աճ չդնի տրիպում մասնակցությանը տվյալ պարագայում, համենայն դեպս հայկական կողմը նման ձգտումներ ունի։ Ամենահետաքրքիրը այն է, որ ես այս նույն վստահությամբ չեմ կարող ասել, որ օրինակ ամերիկյան կողմը նույնպես ցանկություն չունի, որպեսզի ռուսները որևէ կերպ մասնակցեն այս process-ին ընդհանրապես։ Երբ Զատուլինը մերկացնում է, ինչպես մենք խոսեցինք Նիկոլ Փաշինյանի ծրագրերը կամ Նիկոլ Փաշինյանի ինտրիգները, խոսքը նրա մասին է, որ պարզ է, որ ռուսները լինելով կոնցեսիոն ուրեմն այստեղ տերը երկաթգծի, իրենք ամենայն հավանականությամբ ամբողջ երկաթգծի ցանցը, թե կառուցվածը, թե կառուցվելիքը համարում են, որ դա մեկ համակարգ կարող է լինել։ Այսինքն չես կարող դու կառավարես օրինակ Երասխից մինչև Նախճեվան գիծը կամ Երևանից մինչև Գյումրի գիծը եւ չկառավարես, ասենք Հայաստանի տարածքով որևէ մի այլ երկաթգծային ուղղություն, ասենք Մեղրիի կողքով գնացող կամ Մեղրիով գնացող։ Այսինքն իրենք շատ լավ հասկանում են, որ իրենց փաստացի փորձում են, այսպես ասենք, ինչ որ մի ոսկորի նման մի բան գցել, որպեսզի իրենք բավարարվեն դրանով, ասենք զբաղվեն այլ թեմաներով, առավելևս, որ այն ներդրումները, ինչպես մասնագետներն են նշում, որ անհրաժեշտ է, որպեսզի Ղազախից մինչև օրինակ Իջևան այդ գիծը վերակառուցել, այնտեղ շատ ավելի մեծ գումարներ են պետք, քան օրինակ տրիպի կառուցման համար առհասարակ։ Եթե չեմ սխալվում, մինչև 150 միլիոնի մասին է խոսքը տրիպի պարագայում, մինչև նույնիսկ 150 միլիոնի պարագայում, ապա այդ մյուս գիծը, որի մասին մենք խոսեցինք, դա շատ ավելի ասում են մասնագետներն են ասում, մասնագետների հաշվով շատ ավելի թանկ է։ Այսինքն խնդիրն անում է, որպեսզի եթե ռուսները չեն համաձայնվում, ապա ասել, որ տեսեք, ռուսները նորից տապալեցին այս հերթական իրենց առաքելությունը, բնականաբար կհիշեցնեն, կակնարկեն առնվազն Արցախի դեպքերը, Արցախի խաղաղարարների, այսպես ասենք, դեպքերը, кейսը, համեմատելով այս ամեն ինչի հետ, այսինքն հերթական անգամ կփորձեն ցույց տալ, որ ռուսները իրենց որևէ պարտականություն կլինի դա ռազմաքաղաքական թե տնտեսական չեն կատարում այս առումով։ Իսկ եթե համաձայնվում են, այսինքն փաստացի տրիպի շրջանակում գուցե ինչ-որ ժամանակի հատվածում կառուցվելիք երկաթգծից հրաժարվել, ապա դա ամեն դեպքում փաստացի ստացվում է, որ Փաշինյանը կարողանում է այսպես ռուսներին մեկուսացնել այդ ծրագրից։ Եվ պարոն Զատուլինի այդ հայտարարությունը ես կարծում եմ հենց պետք է դիտարկել այդ կոնտեքստում, այսինքն դա փորձ է, ես կարծում եմ բավականին պրիմիտիվ փորձ, նոր ծուղակ դնել, որպեսզի կարողանալ, այսպես ասենք, իր աշխարհաքաղաքական գուցե որոշ պարտավորությունները
պարտավորությունների կատարումը իրականացնել, իսկ երկրի ներսում հայաստանյան լսարանի համար իր կարծիքով, այսպես ասենք, երկաթե արգումենտներ ձևավորել, թե ինչու են, ասենք, ռուսները այդքան վատ։ Զատուլինի հայտարարությունը ուղղված է նաև Ռուսաստանի բարձր, այսպես ասենք, շերտերի, որ ըստ էության այս տղան հեսա մենք գավրել տեղ Իդանի հայտարարությունը, որովհետև ձեռքից գնացել է այլևս եւ հետաքրքրություններ կան են Ռուսաստանի վերնախավի դեմից նախագահ։ Գիտեք, ընդհանուր առմամբ Ռուսաստանի վերնախավը դա բավականին բազմաշերտ եւ բարդ համակարգ է ընդհանուր առմամբ եւ պատահական չի, որ շատ դեպքերում խոսում են Կրեմլի տարբեր աշտարակների մասին։ Այսինքն, երբ մենք խոսում ենք, որ Զատուլինը իր խոսքը կհասցնի վերնախավին եւ այլը, ապա պետք է նաեւ մոտավորապես պատկերացնենք, թե Զատուլինի, այսպես ասենք, դոստուպը դեպի որտեղ է։ Այսինքն, որտեղ է սահմանափակվում, որ աշտարակին է ինքը կարողանում, այսպես ասենք, իր խոսքը հասցնել այս առումով։ Իհարկե, որքանով ես գիտեմ, Զատուլինը լինելով պրոհայկական համարվող գործիչ եւ իսկապես դա այդպես է եւ իսկապես ինքը Զատուլինը հայ ժողովրդի իսկապես բարեկամն է եւ փորձում է հնարավորինս իր ուժերի չափով նաեւ լոբիստական հարցեր լուծել, հայկական շահին առնչվող, իրոք հայկական շահին առնչվող հարցեր լուծել, ես կարծում եմ իհարկե միայն այս հարցազրույցներով չի ինքը փորձում դա անել։ Ես կարծում եմ հարցազրույցը դա այն չնչին մասն է, որով կարող ես ազդել որևէ որոշման վրա այս առումով։ Այդ առումով կարծում եմ այո, գուցե ինչ որ հանրային հնչեղություն հայտնելու այդպես մղում կար էս ամեն ինչում, այս հարցազրույցը, հայտարարություն է կամ չգիտեմ մի այլ ձև է արտահայտվելու, բայց ես կարծում եմ, որ համենայն դեպս Զատուլինը այլ միջոցներ էլ ունի, այլ խողովակներ էլ ունի այդ որոշում ընդունողներին իր կարծիքը հայտնելու համար։ Եվ ընդհանրապես չեմ կարծում, որ ռուսները նոր հիմա են սկսում տեսնել, թե ով է, ով ինչի է ընդունակ եւ ինչպես կարող են օգտվել իրավիճակից։ Որովհետև գիտեք օբյեկտիվորեն ասած, որովհետև այդպես չէ, որ Ռուսաստանը, այսպես ասենք, անթերի է եւ երբևիցե չի փորձել օգտվել Նիկոլ Փաշինյան գործոնով։ Այսինքն երբեմն Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը ալիբի է ստեղծել ռուսների համար, որպեսզի իրենք չկատարեն իրենց պարտավորությունները, իրենց ստանձնած պարտավորությունները եւ որոշակի վերաֆորմատավորում անել հարավային Կովկասում, կապված Ադրբեջանի հետ հարաբերությունների հետ, գուցե ապագայում Վրաստանի հետ հարաբերությունների հետ, այսինքն այստեղ խնդիրը նրանում չէ, որ ռուսների համար Նիկոլ Փաշինյանը, այսպես ասենք, վաղուց բացահայտած ֆիգուր է ընդհանուր առմամբ։ Իրենք շատ լավ գիտեն, ինչի է ընդունեք Նիկոլ Փաշինյանը, կարծում եմ եւ ամերիկացիները գիտեն, եւ եվրոպացիները գիտեն, որ այսինքն ինչ որակի եւ անձնավորություն է եւ գործիչ, քաղաքական գործիչ կամ պետական գործիչ, որպես պետական պաշտոնյա, բայց յուրաքանչյուրը փորձում է օգտվել այդ հանգամանքից։ Մեկը շատ, մեկը քիչ, մեկը հաջող, մեկը անհաջող։ Կարծում եմ Ռուսաստանի մոտ անհաջողությունները շատ ավելի շատ են այդ ասպարեզում, քան հաջողությունները։ Կարծում եմ ոչ միշտ է Ռուսաստանը ճիշտ խաղադրույք դրել, այդ թվում ռեգիոնալ քաղաքականության վրա, մասնավորապես երբ որոշ հարցերում բավականին գերագնահատում էր Թուրքիայի դերը եւ թերագնահատում էր Թուրքիայի ունակությունը տարածաշրջանում իր դիրքերից չնահանջելը, այսինքն ես ուզում եմ ասեմ, փաստը մնում է փաստ, որ Թուրքիան երբ ամրապնդվում է ինչ-որ միտեղ, շատ դժվար է իրան հետո հանել այդ տարածաշրջանից կամ այդ ռեգիոնից, այո, այսինքն ամենաթարմ օրինակներից մեկը, օրինակ Սիրիան է, չէ՞։ Սիրիան է, այսինքն
այս առումով ես չեմ կարծում, եթե որևէ մեկը ամենայն դեպս Ռուսաստանի ամենաբարձրաստիճան վերնախավը ամենայն հավանականությամբ բավականին վստահելի պարտներ է միշտ համարել Թուրքիային կամ չի համարել, բայց այսպես ասենք բավականին լայն հորիզոններ է տվել Թուրքիային, որից հետո ես կարծում եմ իրենք երբեմն հասկանում են, որ հասկացել են, որ այնուամենայնիվ այդքան հեշտ չի լինելու վերադառնալ զիջված դիրքերին, եթե դա Թուրքիայի ձեռքում է տվյալ պարագայում։ Ըստ էության մենք այսպես անցում ենք անում այս պարագայում Ֆիդանի հայտարարությանը, այլևս Թուրքիան բաց տեքստով է, այլևս խաղաքարտերը ամբողջությամբ դրված են սեղանին, Նիկոլ Փաշինյանին իրենք սատարելու են աղաղալի ընտրություններում, համեցեք։ Գիտեք, ընդհանուր առմամբ Թուրքիան առաջի դեպքը չի, չէ, որ բացահայտ իր աջակցությունն է հայտնում Նիկոլ Փաշինյանի վարչախմբին։ Հիշեք, դա այն 21 թվականներ չէ, այդ գլխավոր շտաբի հայտարարությունը երբ եղավ, եթե չեմ սխալվում, դա 21 թվականի փետրվարին էր, երբ Հայաստանի գլխավոր շտաբի հայտարարությունը եղավ, զինվորականության հայտնի հայտարարությունը, այն ժամանակ Թուրքիայի գրեթե բոլոր բարձրաստիճան ինստիտուտները եւ պաշտոնյաները հայտարարեցին, որ Հայաստանում իրենք թույլ չեն տա ռազմական, չգիտեմ, ինչ-որ միջամտություն, եւ նույնիսկ սպառնացին, որ իրենք խառնվեն։ Այսինքն սա ուղղակի միջամտություն է, սա միջամտություն էր Հայաստանի ներքին գործերին, սա ուղղակի աջակցություն էր գործող վարչախմբին, գործող ռեժիմին։ Հիմա Ֆիդանը ըստ էության ուղղակիորեն, այսպես ասենք, անդրադառնալով Հայաստանի ներքին քաղաքական անցուդարձին, պնդում էր, որ ամենաբարձր ռեյտինգը ունի Նիկոլ Փաշինյանը կամ այսօրվա իշխանությունները, ուղղակիորեն ըստ էության այդ աջակցությունը հայտնելով այդ իշխանությանը։ Սա էլ զարմանալի չի, եթե քաղաքական կամ ռեգիոնալ աշխարհաքաղաքական Թուրքիայի շահից ելնելով, բնականաբար մենք բոլորս հասկանում ենք, որ այսօրվա իշխանությունները դրանք անփոխարինելի ռեսուրս են թե Թուրքիայի, թե Ադրբեջանի համար եւ իրենք բոլոր ռեսուրսները օգտագործելու են, որպեսզի իրենց թեկուզ աջակցությամբ կարողանան գոնե ինչ-որ երկարացնեն այս իշխանության կյանքը, բայց գիտեք, դե ընդհանուր առմամբ գիտեք, զորքեր ուղարկելու մասին հայտարարությունները իրենք կարող են անել ընդհանուր առմամբ, որքանով դա հողի վրա, գետնի վրա կարող է լինել, դա այլ հարց է, որովհետև այնուամենայնիվ այստեղ գետնի վրա նաև այլ խաղացողներ կան, որոնց համար մի բան է ինչ ես հայտարարում, դիվանագիտական առումով կամ բան, մի բան է, թե իրականում դու կարող ես այստեղ զորք ուղարկել, թե չես կարող ուղարկել, որովհետև զորք ուղարկելը դա արդեն կոնկրետ ակցիա է եւ դա արդեն օրինակ նույն Ռուսաստանում տարբեր լոբիստական խմբերը կամ չգիտեմ ազդեցության խմբերը ինչ կարծիք ունեն քաղաքական առումով Թուրքիայի վերաբերել, դա այլ հարց է, բայց եթե Թուրքիան կոնկրետ գործողություններ անի մի տարածաշրջանի նկատմամբ, որտեղ կա օրինակ ռուսական բազա, ապա ես կարծում եմ, այդտեղ այդքան էլ հեշտ չի այդտեղ մտնել ընդհանրապես կանխարգելիչ ամենայն դեպս ինչ որ հայտարարություններ կարվեն, այսինքն Գիտեք, մի բան է, երբ որ ասում են բանից զվարթնոցից բաները դուրս են գալու 6 ամիս հետո, օրինակ այդ սահմանապահները, փաստաթղթեր ստուգողները, կամ շարժը ստուգողները, վերահսկողները, կամ որևէ մի հատ անցակետից են դուրս գալիս, սահմանապահ չէ, օրինակ Իրանի հետ կապված, մի բան է, երբ ասենք դու հայտարարում ես բանի մասին, ասենք բազայի հանելու մասին, դա այդքան հեշտ գործընթաց չի ընդհանրապես, այսինքն եթե ինչ-որ մի բանում ռուսները աչք են փակել կամ ռուսների դա առանձնապես չի հետաքրքրել ուկրաինական բանի գործընթացների ֆոնի վրա, ապա դա չի նշանակում, որ ռուսների համար միևնույնն է, թե ստրատեգիական իրենց համար նշանակություն ունեցող, դեռևս ստրատեգիական նշանակություն ունեցող ռեգիոնում իրենց բազան լինելու է, թե չի լինելու, այսինքն ուզում եմ ասեմ, այստեղ ռուսները ասում են
не надо путать берега, էլի, ասում են попутал берега, այստեղ ամեն ինչը իր առանձին դրվագը կա։ Այսինքն դա հայտարարելով չի մի առավոտ։ Եվ դա հայտարարելով չի, ասենք, զորքս կմցնեմ, ասենք, թե այսպես, ստեղ ընդեղ բանի մասին է խոսքը Թուրքիան։ Հա, ես կարծում եմ քաղաքական հայտարարությունը արվել է համենայն դեպս, ուղղակի չի իհարկե աջակցություն, չէ, չի ասվել, որ մենք աջակցելու ենք եւ այլը, որքանով ես այդ տեքստը նայել եմ, ուղղակի, այսպես ասենք, PR-ի մակարդակով է դա արվել, որ պարզվում է Թուրքիան։ Նույնիսկ սկզբին Հայաստանում ընտրություններ են անցկացվելու, սա կարևոր փուլ կլինի, մենք տեսնում ենք, որ պարոն Փաշինյանն առաջատար է հարցումներով, մենք իսկապես աջակցում ենք նրան այս գործընթացին։ Հա, այսինքն նույնիսկ ուղղակի է ասվում, այսինքն, հա, այս պարագայում ես կարծում եմ դա նաև հակառակ տեսակյունից պետք է նայել ընդհանրապես, եթե պատկերացրեք ինչքան անորոշ է վիճակը Նիկոլ Փաշինյանի, այսինքն հետագա հեռանկարները, որ Թուրքիան ստիպված է լինում իր դեմքով ուղղակի աջակցություն հայտնել, ուղղակի ըստ էության փորձել խաղաքարտեր խառնել, ուղղակի նոր իրավիճակ ստեղծել, որովհետև Թուրքիայում շատ լավ հասկանում են, որ այս հայտարարությունը Հայաստանում ինչ ձևի կարող է ընկալվել, Հայաստանի գործընկերների մոտ ինչպես կարող է ընկալվել, դեռևս ստրատեգիական գործընկեր համարվողի մոտ ինչպես կարող են ընկալվել։ Այսինքն ես ընդհանրապես կարծում եմ, որ երբ նման տիպի հայտարարություններ են անում ուղղակի աջակցման, ապա դա ընդհակառակը նշանակում է, որ իրավիճակը բավականին անմխիթար է, մտահոգիչ է, իր Նիկոլ Փաշինյանի, չէ, ես դրա մասին չեմ ասում, բայց դրա մասին ենք խոսում։ Նմանատիպ հայտարարություն փաստացի արվեց նաև Եվրոմիության կողմից։ Երբ հայտարարվեց, չէ, հիմա երբ հայտարարվեց, որ քանի որ Հայաստանի այսօրվա իշխանությունների նկատմամբ կամ Հայաստանի նկատմամբ այդպես հիբրիդային պատերազմ է լինելու Ռուսաստանի կողմից, ապա իրենք, ասենք, գումար են հատկացնում Հայաստանին, չէ, դրա համար, այսինքն մենք գիտենք, մենք խոսքը գնում ենք հիմա 15 միլիոնի մասին, դա միայն հրապարակված թվերն են, այլ խողովակներով, այլ այսպես ասենք հասարակական կազմակերպությունների խողովակներով, այլ, չգիտեմ, բարեգործական եւ այլն, մի խոսքով շատ տարբերակներ կան, ինչքան է գալու դրա համար, այսինքն ուղղակիորեն Եվրոմիություն Այսինքն դա այդ կասկածները, այո, մենք կարող ենք ունենալ։ Հիմա ընդհանրապես այս պայդրությամբ կասկածներ, եթե կլինեն փաստեր, դրա մասին էլ երևի կխոսվի։ Այսինքն Հայաստանի ներքին գործերին խառնվել են առաջի հերթին եվրոպացիները, որոնք ուղղակիորեն ասել են, որ կարող է հիբրիդային պատերազմ լինել, այս իշխանության դեմ, այս իշխանությունը մեր տղեկն են, ինչպես նշվում է, մեր տղեկն են, մենք իրենց պետք է աջակցենք, նույնիսկ ասել են, որ մոդելով Մոլդովայի տարբերակով, հիմա Թուրքիան է դրա մասին ասում, ուղղակիորեն ասում է, քանի որ ինքը մեր տղեն է, մեր համար լավ պարտնյոր է, մենք իրեն աջակցելու ենք, ուղղակիորեն աջակցելու ենք եւ ընդհանուր առմամբ ասում են իր ռեյտինգը ամենաբարձրն է։ Ինչ վերաբերում է ռեյտինգին։ Մենք եկեք դրան վերջում հատկապես, որովհետեւ գալիք ընտրությունների հետ կապված որ խոսելու ենք, հիմա մեկ այլ հարց, պարոն Հակոբյան, 4 ռազմագերի վերադարձավ հայ։ Ես հիմա ուզում եի այստեղ մի հատ էլ ակնարկել, հիմա պատկերացրեք, ես չեմ կարծում, որ սա վերջի, այսպես ասենք, բանն է, հայտարարությունն է լինելու կապված հայաստանյան առաջիկա ընտրությունների հետ, որոնք ուղղակիորեն գնահատվելու են որպես միջամտություն, աջակցություն, գործող վարչախմբին, բայց դուք պատկերացրեք, որ եթե հիմա հանկարծ ուղղակիորեն, ասենք, նույն ռուսները կամ Իրանը կամ մի այլ երկիր հայտարարի, որ իրենք ըստ էության աջակցություն են հայտնում օրինակ X ընդդիմությանը։ Ինչ, հա, սա ամենաանընդունելի բանն է ընդհանրապես, որ ասենք դրսից ուղղակիորեն միջամտում են առհասարակ։ Եվ ռուսին է դա վերաբերվում, եւ ամերիկացուն, եւ եվրոպացուն, եւ թուրքին, եւ ադրբեջանցուն, եւ այլը, դա ամենաանընդունելի, բայց ըստ էության հայկական քաղաքական անցուդարձում, քաղաքական պրակտիկայում սա դառել է նորմալ երևույթ, որ կալասա, չգիտեմ, ով կարող է
ասենք հիբրիդային պատերազմում կողմ դառնալ Հայաստանում, ինչ որ ասենք տվյալ դեպքում իշխանություններին, հնարել հիբրիդային պատերազմի մասին, Թուրքիան վաղը կարող է ասել, որ Հայաստանում տերորիստական խմբեր են գործում եւ այդ պատրվակով ներքաշվի, ռուսները մի այլ բան կարող են ասել եւ այլը։ Հա, սա այսինքն երկրում այլևս այդ հիմնական պոստուլատներից մեկը քաղաքական, որ դրսից միջամտություն չի կարող լինել, դրսից տղաբերելը, ուղղակիորեն տղաբերելը չի կարող լինել, հիմա, այսպես ասենք, այդ խաղի այդ գիծն էլ է տրորվել, անցել այդ կարմիր գիծը, հիմա դրա համար ես չեմ զարմացել առանձնապես, վաղը մյուս օրը ես կարծում եմ կարող է նմանատիպ մի հայտարարություն լինել նաև Ադրբեջանի կողմից, որոնք ուղղակիորեն կարող են ասել, որ այս մեր տղան խաղաղություն ա ուզում, իսկ այն մնացածը ռևանշիստ են, դրա համար մենք ամեն ինչ անելու ենք, որ աջակցենք բանին։ Հələ մի բան է մատ թափ տան, եթե հանգարց մենք զգանք, որ այնտեղ եղանակ է փոխվում քաղաքական դաշտում, հա, մենք բան կանենք, այսպես ասենք, մենք այսպես կազդենք այդ process-ի վրա, օրինակ, չգիտեմ, սահմանում, հա, ցույց տալու համար, թե ինչ կարող է լինել, եթե ասենք Հայաստանում ընդդիմադիրները կան իշխանության։ Սա դառել է նորմալ ճակերտներում, նոր նորմալություն, հա, սենց այս COVID-ի վաղտ էին ասում, չէ, նոր նորմալություններ։ Սա հիմա հայկական քաղաքական անցուդարձում, ներքին քաղաքական կյանքում դառել է նոր նորմալություն, սա ընկալվում է բան եւ այսպես ասենք ամեն ինչից խոսվում է բացի սրանից։ Հիմա գանք մեր ռազմագերիները 4 ռազմագերի վերադարձել է հայրենիք, Չորս ռազմագերի վերադարձավ հայրենիք, 2 սիրիացի վարձկաների դիմաց, ինչպես ինչ են կապում նաև հարցեր, որովհետև ասում են, սա Թուրքիայի արածն է իրականում, այս վարձկաների վերադարձը եւ այլն։ Տեսեք, եկեք հիշենք, հա, Նիկոլ Փաշինյանը ասում էր, մեր եղբայրները մեզ 2 ամիս էլ կներեն, միայն թե մենք չկորցնենք մեր իշխանությունը, բարձվեց 5 տարի եւ ավել, այսինքն սա նաև ցուցիչ է հայ ժողովրդի, որ չխաբվել է իրականությունը, այսինքն իրենք խաբում են միևնույն է, Նիկոլ Փաշինյանը խաբում է ռազմագերիների մասով ու այս վարձկաններին տալով հարկ ասում, որ իրենք վերադարձել են մեր հայրենակիցները, բայց ընդամենը 4-ին վերել եւ այլևս սա կոպիտ է հնչում, այն իրենց մեկ ասում, սա կոնկրետ ակտիվաճառք է։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը ռազմագերիների։ Նախ ուրեմն ես իսկապես համարում եմ, որ դա շատ լավ լուր է, շատ լավ ուրախալի լուր է, որ մենք մեր 4 հայրենակիցը վերջապես վերադարձավ, կարծում եմ ժամանակի ընթացքում իրենք կպատմեն, թե ինչերով են անցել ընդհանուր առմամբ, որոշակի ժամանակից հետո, սա շատ ուրախալի լուր է, շատ ուրախալի դեպք է ընդհանրապես ամեն դեպքում։ Ինչ վերաբերում է սա այսպես հումանիտար առումով եմ ասում, հումանիտար ասպեկտով։ Ինչ վերաբերում է քաղաքական ասպեկտի, ապա այն բանից հետո պարզ դարձավ, որ 2 ըստ էության սիրիացի ահաբեկիչ են հանձնվել Սիրիային, հասկանալի դարձավ, որ մենք գործ ունենք ընդհանուր առմամբ միջազգային պրակտիկայում իրար հետ հակամարտող երկրների պրակտիկայում շատ հայտնի փոխանակման դեպքի հետ։ Նույնիսկ Ռուսաստանը եւ Ուկրաինան, որոնք ամենաթեժ կռիվն են վարում արդեն 4 տարի շարունակ, իրենք պարբերաբար հարյուրներով փոխանակում են ոչ միայն ռազմագերիներին, այլ նաև դիակներ են փոխանակում եւ այլ, այսինքն սա նորմալ պրակտիկա է, փոխանակում են շատ դեպքերում ըստ էության բոլորի վրա են փոխանակում, բայց որոշ դեպքերում, այսպես ասենք, նաև ոչ սիմետրիկ փոխանակում է լինում տվյալ պարագայում ես կարող ենք երևի թե պնդել, որ բան է եղել, փոխանակում է եղել, 2 ահաբեկչին փոխել են 4 մեր հայրենակիցների հետ տվյալ դեպքում։ Իհարկե, երևի թե տարօրինակ է, որ Հայաստանի ղեկավարը պնդում է, որ դրանք իրար հետ որևէ կապ չունեն ընդհանուր առմամբ։ Սա այնքան բացահայտ է այս ամեն ինչը, որ դա ժխտելը նույնիսկ ես կարծում եմ որևէ քննադատության չի բանանում, դրա համար նույնիսկ դրան անդրադառնալը պետք չի, բայց ես կարող եմ ենթադրել, որ այդ բարդույթը, թե որ այստեղ փոխանակում է եղել, նրանից է, որ առաջինը այնուամենայնիվ այն 2 տերորիստները, սիրիական
սիրիացի տերորիստները, վարձկանները, որոնք փոխանակվել են, իրենք փաստացի ինքնախոստովանել են, բան են արել, որ իրենք ինչով են զբաղվել, հա, գլուխ կդրել մարդ սպանել եւ այլն եւ իրենք այսինքն Փաշինյանի մոտ ես կարծում եմ այն բարդույթը, որ պետք է շղթել, որ իր այդ կապ ունեն, նրանով է պայմանավորված, որ գուցե մեր հանրությունը կհամարի այդ փոխանակումը ոչ համարժեք, այսինքն եթե փոխանակում է իր, ապա պետք է փոխանակի իր շատ ավելի մեծ քանակի մարդկանցով, մեր ռազմագերիներով, որոնք գտնվում են դեռևս Ադրբեջանում, եւ այդ թվում նաեւ գուցե պայմաններ պետք է լինեին կապված մեր ռազմաքաղաքական ղեկավարության մի հատվածի հետ, դա առաջի բարդույթը, որ այդ համարժեք չի քանակական առումով, նորից եմ ասում, շատ լավ է որ 4 հոգի է, բայց գուցե հանրության մոտ խոսք է որ այս երկու տերորիստի դիմաց գուցե 8 հոգի կարող էին, մի հատ ինչ որ թիվ եմ ասում։ Եվ երկրորդ բարդույթը առաջանում է նրանից, որ ինքը շատ լավ հասկանում է, որ երբ որ ասում են, որ Սիրիային են հանձնվել բան, բոլորը հասկանում են, որ դա Թուրքիայի պահանջն է։ Այսինքն դա հաշվի առնելով, որ այդ վարձկաններին տեղափոխում էր այստեղ Թուրքիան, եւ կազմակերպում էր այդ ամեն ինչը, եւ հաշվի առնելով, որ այսօրվա Սիրիայի ղեկավարությունն էլ իր անցյալով հերու չի այդ բանից եղել, այս որակի մարդկանցից, մեղմ ասած, եւ այսօր էլ Սիրիայի ղեկավարությունը շատ հսկայական ազդեցության տակ է Թուրքիայի, քանի որ Թուրքիան ուղղակիորեն մասնակցել է Ասադի հեռացման գործընթացում եւ այսօրվա իշխանություններին իշխանություն բերելու, Դամասկում նստացնելու իշխանական պալատներում, ապա բոլորը հասկանում են, որ սա Թուրքիային է ռևերանս, սա Թուրքիայի համար է արվել, սա ոչ թե Սիրիային է հանձնվել, այլ իրականում Թուրքիայի, այսինքն այս կոմպլեքսներն էր, որ երևի թե Փաշինյանին դրդել է նրան, որ ինքը ուղղակիորեն հերքում է անհերքելին փաստացի, որովհետև նորից եմ կրկնում, սա միջազգային պրակտիկայում շատ ընդունելի եւ հասկանալի բան է, երբ որ փոխանակում են, այլ հարց է համարժեք ես փոխարինել եւ այլ հարց է, թե արդյոք դու բանով ինչ որ մեկի ճնշմամբ չես դե այդ ամեն ինչը արել։ Այսինքն մեր գերիքների թեման, այսպես հա, նորից բարդույթավորել է Փաշինյանը, թե ինչ։ Դե բարդույթավորել է, որովհետեւ ել եմ ասում, փոխանակումը եղել է Թուրքիայի միջնորդությամբ, Թուրքիային է հանձնել իրանց բանին, իրանց երկու տղեկին, ասենց եթե վարձկաններին, հա, բայց դու չես ուզում ասես, որ Թուրքիայի հետ է դա կապված եղել, դա Թուրքիայի բանն է, որովհետեւ հարց է առաջանում, ով է տեղափոխել իրանց տեղ։ Այսօր բանը այն երկիրը, որի վրա աղոթում է Նիկոլ Փաշինյանը, այսպես ասենք, ու որի ղեկավարի գիրքը սխմում է իր բանին, կրծքին, սրտին, չգիտեմ ինչ եւ ըստ էության մեծ հույսեր է կապում եւ հովանավոր է ման գալիս իդեմս Թուրքիայի տարածաշրջանային զարգացումներում, որովհետեւ այն ինչ բոլորս էլ հասկանում ենք, որ անվտանգության գարանտ այսօր հիմա մենք քիչ առաջ խոսում ենք Ֆիդանի հայտարարության մասին, թե անձնական գարանտ, թե իր կառավարած երկրի գարանտ Նիկոլ Փաշինյանը տեսնում է ուղղակիորեն Թուրքիային։ Եվ նորից է այդ, որ 2 ամիս է կսպասեն, այսինքն մարդիկ թող այս խաբսը, այսպես ասենք, հա չուտեն, ինքը ասում էր մենք գերիների 2 ամիս կսպասեն, դարձավ 5 տարի եւ դարձավ էլ ավելի մեծ աղետ եւ դարձավ այս մարդիկ այսօր կոնկրետ մահման են դատապարտված ավելին, հա, երբ որ ինքը շտապեց միանգամից գրել վիճակները բավարար է գնահատվում, մենք առնվազն 2 վերադարձած մեր ռազմագերի վերաբերյալ գիտեինք, որ մինչեւ անգամ ադրբեջանական մամուլն էին գրում, թե ինչ ծանր առողջական վիճակում են։ Դե պարզ է, դա ակնհայտ է ընդհանրապես։ Պարզ չի, որ մեր ռազմագերիների կամ ընդհանրապես գերիների վիճակը ադրբեջանական բանտերում ինչպիսին պետք է լինի։ Ես կարծում եմ, չէ, դա աքսիոմ է։ Հակառակը ընդհանրապես անմտություն կլիներ, եթե մենք մտածեինք, որ այնտեղ կուրորտ է, այսպես ասենք։ Հա, որ նույնիսկ մեր ստեղի բանտերում երևի թե այդ բանը, այսպես ասենք, համեմատաբար ուրիշ կլիներ։ Պարզ է, ադրբեջանական բանտում հայտնվածների վիճակը կամ այն տառապանքները կամ այն ճանապարհը, որ իրենք անցել են, դրա համար ասեցի, որոշ ժամանակ հետո, երբ որ այդ
հոգեբանական այլ մթնոլորտ կլինի, այլ հարցեր կլինեն, երևի թե այդ մարդիկ ինչ որ բաներ կպատմեն, երևի թե որոշ ժամանակ հետո։ Բայց նույնիսկ առանց իրենց պատմելու է պատկերացնել երևի թե շատ հեշտ կարելի է։ Իսկ ինչ վերաբերում է բան, տեսեք, ես կարծում եմ շատ հետաքրքիր, շատ հատկանշական է նաև ժամանակը, տարին, երբ ասենք սկսեցին այդ փոխանակումները հանկարծ անել, այսինքն երբ դա նաև կապում ես Ֆիդանի հայտարարության հետ, այսինքն այդ ամեն ինչը նաև ներքաղաքական, հայաստանյան ներքաղաքական կարծում եմ կոնտեքստ ունի։ Սա էլ, այսինքն խնդիրը նաև պետք է դիտարկել առաջիկա ընտրությունների կոնտեքստում։ Սա այն ակտիվն է, որը որ իշխանությունները փորձելու են իրենց զամբյուղում դնել, որպեսզի ցույց տալ, որ այս էլ են կարել, մեզ մեղադրում էին։ Ես կարծում եմ նույնիսկ ավելին ասեմ, կանխատեսում եմ, իհարկե կուզենայի, որ այդպես էլ լիներ, անկախ քաղաքական բաներից, որ էլի նման кейսեր, նման դեպքեր կարող են լինել մինչև հունիսի 6-ը, որպեսզի դրանով, ասենք թե, այսպես կոչված փափուկ ուժի, մոտավորապես փափուկ ուժի միջոցով փորձել ուժեղացնել այսօրվա վարչախմբի դիրքերը, որովհետև հիմնական խաղացողները, ինչպես մենք հիմա տվյալ кейսում տեսնում ենք, Թուրքիան է եւ Ադրբեջանը բնականաբար, որը որ ուղղակիորեն մասնակցում է process-ին, որովհետև ինքն է ի վերջո վերադարձնում։ Գանք այլ հարցերի, մեր հարևան երկրում Իրանում տեսնում ենք ինչ զարգացումներ են, ըստ էության ամեն պահի, ամեն վայրկյան նաև սպասվում է Միացյալ Նահանգների խառված կհասցնի Իրանին թե ոչ, Իրանի ներսում տեղի ունեցող զարգացումները ինչ ազդեցություն կունենան մեզ վրա, եւ ըստ էության Իրանի դեսպանի մի պետություն, որը Հայաստանի մասով մշտապես մեղմ դիվանագիտությամբ հանդես եկել, Իրանի դեսպանը սկանդալային հայտարարություն արեց, Հայաստանը դառնում է Իրանի դեմ ուժային կենտրոն։ Դե գիտեք, այն ինչ որ տեղի ունենում Իրանում, դա ես կարծում եմ այն արդեն երկար ժամանակ տարբեր տենց դրվագներն են, հա, մեծ, ինչպես ասում են, սերիալի, դա ունենում է, այսպես ասենք, ներքաղաքական իր բանը, պահը, երբ ներքաղաքական, ասենք, այնտեղ բանը, տաք սեզոն է բացվում, որը միշտ ունենում է նաև արտաքին միջամտություն։ Երբեմն այդ արտաքին միջամտությունը նաև լինում է ուղղակիորեն, այսինքն ռմբակոծությունների տեսքով, հրթիռակոծումների տեսքով, 12 օրյա պատերազմի տեսքով։ Սա ես կարծում եմ հերթական ֆազան է փորձել Իրանում այսպես իշխանափոխություն իրականացնել։ Հիմնականում իշխանափոխություն իրականացնել բնականաբար փորձելով փոխել եւ Իրանի քաղաքականությունը եւ ռազմաքաղաքական դոկտրինը, իսկ որոշ դեպքերում ես կարծում եմ նաեւ կան ծրագրեր Իրանի աշխարհագրությունը, այսինքն քարտեզը փոխել, բառի բուն իմաստով քարտեզը փոխել այս առումով։ Ինչ տեղի կունենա Իրանում, բարդ է ասել, որովհետեւ Իրանում առնվազն մի քանի գործընթացներ են գնում, մի կողմից իհարկե այս վերջի շաբաթվա ընթացքում թեժությունը ներսի հակամարտությունների զգալիորեն կարծես թե նվազել է, որովհետև Իրանի այսօրվա ղեկավարությունը ավելի վերահսկելի է դարձրել իրավիճակը տարբեր մեթոդներով, այդ թվում նաև ընդդիմադիր այդ բաների, զանգվածների կազմակերպվածությունը թույլատնելով, այդ թվում ինտերնետ անջատելով, Starlink-ի խափանմամբ եւ այլ, այսինքն զուտ կազմակերպչական առումով եւ ավելի շատ ոչ թե ավելի, այլ շատ կոշտ միջոցների դիմելով զոհեր կան եւ այլ ձերբակալվածներ, այսինքն բայց ամեն դեպքում կարծես թե իրավիճակը ավելի վերահսկելի է դարձել այսօրվա իշխանությունների համար։ Բացի դրանից համենայն դեպս տպավորություն կա, որ Իրանի ներսում վարչախմբի իշխանության ներսում եղած այտենց որոշակի տարանբռնումները, տարաձայնությունները այս իրավիճակը կարծես թե գոնե ժամանակավոր, այսպես ասենք, իրենց համերաշխություն է հաղորդել այս առումով։ Եվ բացի դրանից այս ֆոնի վրա նույնիսկ ամենաթեժ ֆազայում միշտ շարունակվել են
ոչ հրապարակային Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև բանակցությունները, ասենք Ուոտկոֆի, մեկ էլ եւ Արաքչիի միջև բանակցությունները անընդհատ դրա մասին խոսվում է, դրա մասին ասվում է տարբեր ֆորմատներով, այսինքն ինչ որ բանի մասին այնուամենայնիվ խոսում են եւ դա կարեւոր է։ Ես կարծում եմ այն հայտարարությունները, որ հիմա արդեն օգնությունը գալիս է կամ վաղը մյուս օրը այսօր սա խփելու են Իրանին ամերիկացիները եւ այլը, դա նույնպես բանակցային ռեսուրսը ուժեղացնելու խնդիր ունեն, այսինքն որոշակի ավելի շատ դերևս այդ խնդիրը ունեն։ Որոշում կարծում եմ չկա որ բանով գնալ, որ ուղղությամբ գնալ, որովհետեւ ռմբակոծելը դա նշանակում է, որ բանակցությունները որևէ արդյունք չեն տալիս։ Այսինքն ռմբակոծումը նաեւ կարող է նշանակել, որ բանակցությունները շարունակվում են, բայց բանակցությունները, քանի որ զրոյական կետի վրա են կամ ինչ-որ տեղից չեն շարժվում, որևէ մի կողմը փորձում է իր արգումենտները ավելի հստակ դարձնել, ավելի ուժեղ դարձնել, օրինակ։ Այս պայդրությամբ բնականաբար դժվար է հասկանալ ինչ վիճակ է, բայց ավելի կայուն է, քան օրինակ մի շաբաթ առաջ։ Եվ երբ Իրանի նորանշանակ դեսպանը անմիջապես ընդ որում Միրզոյան Ռուբիո այդ բանակցությունների եւ հայտարարությունների ֆոնին ասուլիս է հրավիրում եւ բավականին կոշտ հայտարարություն է անում, շատ կոշտ հայտարարություն, ընդ որում նաեւ ես երևի թե կարեւոր է որպեսզի մենք ուշադրություն դարձնենք այն փաստի վրա, որ դեսպանատունը դա բնականաբար արտգործնախարարության ստրուկտուրա է, կառույց է, միշտ համարվել է, որ այնտեղի նախագահը արտգործնախարարությունը դա ռեֆորմիստներն են, դրանք ավելի փափուկ, այսպես ասենք, կողմնակիցն են եղել, փափուկ դիրքորոշումների կողմնակիցն են եղել Հայաստանի հանդեպ, Հայաստանի վարած քաղաքականության հանդեպ, տրանսֆորմացիաների հանդեպ եւ տրիպի հանդեպ, իսկ հոգեվոր առաջնորդները կամ հոգեվոր իշխանությունը եւ քսիրը կորպուսը իսլամական հեղափոխության պաշտպանների իրենք ավելի կոշտ են եղել։ Հիմա մենք տեսնում ենք, որ այսպես կոչված ռեֆորմիստների տակ եղած դեսպանատունը, հա, արտգործնախարարության տակ եւ նոր դեսպանը ամենակոշտ հայտարարությունն է անում Հայաստանի վարած քաղաքականության նկատմամբ, Հայաստանի վարած դիրքորոշման նկատմամբ Իրանի այսօրվա իշխանությունների հանդեպ ուղղակիորեն հայտարարելով, որ Իրանում տպավորություն է ձևավորվում կամ ընդ գնահատում են իրավիճակը այնպես, որ Հայաստանը դառնում է Իրանի թշնամիների բազաներից մեկը, հա, բազաներից մեկը եւ այլն եւ այլն։ Բնականաբար իրենք դրանով ուզում են ուղղակիորեն ասում են, որ Հայաստանը կարծես թե դառնում է հակաիրանյան պայքարի բաներից, հենարաններից մեկը, ինչպես օրինակ ժամանակին բանի մասին էր խոսք գնում, Ադրբեջանի մասին էր չէ՞ խոսք գնում, որպես իսրայելական ազդեցության երկիր, գնում է նորից եմ ասում, այո, եւ իրենք դրա մասին են ասում, այսինքն իրենք շատ լավ հասկանում են, որ Հայաստանում իրենք ակնարկում են, որ իրենք քանի որ շատ լավ գիտեն, որ եթե Հայաստանի իշխանությունները չեն ուզում, որ որևէ ցույց կամ չգիտեմ դրսևորում լինի զանգվածային, ապա ինչպես են ցրում, ինչ դաժանությամբ են ցրում եւ ցանկության դեպքում հենց այդպես էլ անում են եւ իրենք եկել են այն եզրակացության, որ եթե օրեր շարունակ նման ցույցեր են լինում, նման զգայուն ցույցեր են լինում այսօրվա իշխանությունների համար Իրանի դեսպանատան առջև, իրենք համարում են, որ դա ուրեմն Հայաստանը լավագույն դեպքում չմտածված աջակցություն է հայտնում հակաիրանյան դրսևորումների, հակաիրանյան իշխանական դրսևորում, այսինքն համարում են, որ իրականում Հայաստանի իշխանությունները աջակցում են այս ամեն ինչին, չցրելով, ոչինչ չանելով եւ այլն եւ այլն։ Եվ մեր ՆԳՆ-ի հայտարարությունը, ֆորմալ հայտարարությունը
որ իրենց ֆունկցիայի մեջ չի մտնում ցրել այդ բաները, բնականաբար լուրջ չեն ընդունում, որովհետև իրենք, ինչպես ասում են, իրենք ինտերնետ էլ ունեն, հեռուստատեսություն էլ ունեն, իրենք շատ լավ տեսնում են, որ երբ ընդդիմադիրների ցույցերը ուզում են ցրել, ոչ թե ցրում են, այլ բավականին կոշտ, ջարդում, փշրում եւ այլը, ձերբակալում, տանում, կալանավորում, մի խոսքով, առանց սահմանների։ Այո, ես դրա մասն էի ասում։ Եվ երկրորդը իրենք երևի թե բացահայտ հայտարարեցին, որ Հայաստանի իշխանություններին չի հաջողվել փարատել Իրանի իշխանությունների կասկածները, մտահոգությունները կապված թրիպի հետ, կամ ինչպես Ադրբեջանն ու Թուրքիայում են ասում, որ թրիպը դա նույն բանը Զանգեզուրի միջանցքն է, ուղղակի անունը թրիպ է, այդ ծրագրի հետ կապված։ Իրենք ուղղակիորեն ասում են, որ ըստ էության Հայաստանը իրենց սահման բերել է իրենց հակառակորդներին, եթե Ադրբեջանում հիմնականում դա իսրայելական բաներն են, իսրայելական բազա է դարել, որտեղ նույնիսկ 12-րդ պատերազմի ժամանակ ուրեմն որոշ ըստ համենայն դեպս ինֆորմացիաների, որոնք կան մամուլում, թռնում էին ինքնաթիռներ, ռմբակոծիչներ կամ ինչ-որ ուրիշ բաներ թռնում, ապա Հայաստանում իրենք բերում են ամերիկացիներին, որոնք փաստացի այդտեղ տնտեսական գործունեության քողի տակ կարող են այլ գործունեություն անել, այսպես ասենք, թե սարքավորումներով, թե այլ բաներով։ Այսինքն ուղղակիորեն ասում են, որ թրիպը եւ կամ Զանգեզուրի միջանցքը, թրիպ, որը որ ըստ ադրբեջանցիների հավասար է եւ թուրքերի հավասար է Զանգեզուրի միջանցքի, իրենց համար անընդունելի է եւ դա դիտարկում են որպես Հայաստանի կողմից նույնպես ոչ բարեկամական, ոչ հեռատես քայլ, որը որ կարող է Իրանի անվտանգությանը վնաս տալ, լուրջ վնաս տալ։ Հարցնում եք նաև ինչի դա կարող է բերել, դա իհարկե կախված է շատ սցենարներից, այսինքն եթե ամեն դեպքում Հայաստանի պես երկրի համար շատ կարևոր է կայուն Իրանը, կայուն հարևանը, որովհետև նախ եւ առաջ չասեմ, հերթով չասեմ, ուղղակի ասեմ։ Պատկերացնում ենք, եթե այնտեղ անկայունությունը շարունակվում է, դա բնականաբար բերելու է նրան, որ այն շրջաններից, որոնք մոտ են Հայաստանի սահմանին, իսկ այնտեղ մոտորապես որոշ գնահատականներով 15 միլիոնից ոչ պակաս մարդ է ապրում, մի հատվածը ուղղակի փախնելով ամեն ինչից, օրինակ հարվածներից կամ բռնություններից, փախնելու է ջարդելով սահմանը, չնայելով ոչ մեկին, մտնելու է Հայաստան, ասենք։ Պատկերացրեք Հայաստանում, եթե նույնիսկ 100-200 հազար դրանցից մարդ մտնի, դա արդեն Հայաստանի համար լուրջ կոլապս է բոլոր առումներով։ Երկրորդը Հայաստանը իր առևտրաշրջանառության 30%-ը Իրանի սահմանով է անցնում։ Ընդ որում Իրանի դա այդ ապրանքաշրջանառության մեջ ճնշող մեծամասնությունը, ճնշող տոկոսը դա Իրանի ներմուծումն է։ Այս ներմուծումը դա նշանակում է էներգակիրներ, դա նշանակում է սննդամթերք եւ այլը, այսինքն շինանյութ, այսինքն դա նշանակում է մենք ռեալ գոնե որոշ ժամանակով խնդրեմ ենք ունենում սահմանային առևտրի հետ, սահմանով առևտրի հետ, Իրանի հետ։ Դա նշանակում է եւս մեկ ճանապարհ փակվում է, հա, եւս մեկ սահման փակվում է։ Մյուս խնդիրը, որ կարող է լինել, Հայաստանը լավ թե վատ Հնդկաստանից ինչ որ զենք է ստանում։ Զենքը գալիս է տրանզիտով Իրանով։ Դա ոնց է լինելու, այսինքն դա այդ ճանապարհներ կարող է փակվի։ Եվ եւս մի բանի մասին, դա եթե Իրանում հաջողվում է Իրանում փոխել իշխանությունը այս կամ այն եղանակով, շատ հավանական է, որ ինչպես հիմա ընդունված է աշխարհում, Իրանը մասնատման առաջ է կանգնելու ընդհանուր առմամբ։ Եթե նույնիսկ չմասնատվի զուտ ֆորմալ առումով, տեղի կունենա մոտորապես այն, ինչ որ հիմա էլ գոյություն ունի Սիրիայում, այսինքն իրականում սեգմենտավորված ինչ որ բաներ են լինելու, հատվածներ, որտեղ տարբեր գեոքաղաքական ուժեր իրենց ազդեցությունն են ունենալու եւ Հայաստանը իդեմս Իրանի կստանա ոչ թե Իրան հարևան, այլ հյուսիսային Ադրբեջան հարևան։ Եվս մեկ Ադրբեջան հարևան կունենանք, հյուսիսային Ադրբեջան,
տեսքով։ Դա կլինի պետական սահման հյուսիսային Ադրբեջանի հետ, թե ֆորմալ պետական սահման Իրանի հետ, բայց իրականում հյուսիսային Ադրբեջանի հետ, դա այլ բան է։ Այսինքն մենք այդ դեպքում եւս մեկ այսպես ասեմ, ոչ այնքան մեղմ ասած բարեկամ սահման կունենանք այս առումով։ Այսպես որ երբ դեսպանը ասում է, որ այս ամեն ինչը հայերը տուժելու են այս ամեն ինչից, ես կարծում եմ, սա ամեն ինչը շատ պարզ է, շատ պարզ անզեն աչքով էլ է երևում, թե ինչպես են։ Եվ ամենակարևոր բաներից մեկը այն է, որ դեսպանը ուղղակիորեն հայտարարեց, որ իրենք Հայաստանի նեղ օրերին միշտ աջակցել են Հայաստանին եւ իրենք կհիշեն, Իրանի ժողովուրդը կհիշի, որ Հայաստանը ինչպես է իրեն պահել Իրանի նեղ օրվանը։ Դա ապագայի համար վատ մեսեջ է, ընդ որում նույնիսկ եթե Հայաստանի իշխանությունները փոխվեն, Հայաստանում իշխանությունները փոխվեն։ Շատ լավ։ Գանք ներքաղաքական հարցերի պարոն Հակոբյան, այս հարցից սկսենք, եթե դեռ չեք, ցանկություն չունեմ ԿՊ-ի նախընտրական ցուցակում լինել այլևս, Փաշինյանի հետ էլ չեմ հանդիպելու, ասում է Հայկ Սարգսյանը, մամուլում իրեն ավելի հայտնի շիշկորնով անվան, այսպիսի հայտարարություն է անում, ըստ ձեզ ինչ է կատարում ԿՊ-ի ներսում, կան ինչ-որ նոթքամորներ, թե ոչ, ճիշտ ասած Ալեն Սիմոնյանն էլ ժամանակին գրում էր, որ մեծագույն կոնֆլիկտը իրականում Ալեն Սիմոնյանի եւ Հայկ Սարգսյանի միջեւ է, եւ ճեպազրույցի ժամանակ Ալեն Սիմոնյանն իր հերթին հայտնել է, որ Հայկ Սարգսյանը ոնց չի հասկանում էլի, որ այդ իր դուրս մնալը հիմա, եթե լուրջ պատճառ չլիներ, Հայկ Սարգսյանի ԿՊ-ի ցուցակից չէին քանի, ցավում եմ, որ չի հասկացել, խնդրեմ։ Գիտեք, ինչքանով է լուրջ պատճառը կամ բան, ասենք լրջության աստիճանի գնահատականը ԿՊ-ում, դա, այսպես ասենք, հարաբերական հարց է, որովհետև այդ շատ հարցեր, որոնք իսկապես լուրջ են ԿՊ-ի համար, կարծես թե որևէ նշանակություն չունեն, մանավանդ արժեհամակարգային առումով, շատ հարցեր, որոնք ըստ էության երկրորդական, 10-րդական են, դրանք լուրջ են համարվում, այնպես որ ես դժվարում եմ գնահատել, թե ինչ լուրջ խնդիր ունեն իրար մեջ, եւ ճիշտ ասած ինձ համար այդքան էլ հետաքրքիր չի, թե կոնկրետ անձը ինչ խնդիրներ ունի ձեր ասած այդ պաշտոնյայի հետ, քանի որ ճիշտ ասած լավ չեմ պատկերացնում, որ այդ պաշտոնյան կարող է ինչ որ լուրջ հարցերի շուրջ adekvat ինչ-որ գնահատականներ տալ, բայց դա այլ հարց է առհասարակ։ Իսկ ինչ վերաբերում է, թե ինչ է տեղի ունենում ԿՊ-ում տեղի ունենում նախընտրական պայքար քիչ թե շատ անցողիկ տեղերի համար։ Այդ կարկանդակը, որը կոչվում է անցողիկ տեղեր, բավականին նեղացել է։ Եթե առաջ, ասենք, ԿՊ-ն կարողանում էր օրինակ 18-19 թվականներին անցկացնել մոտավորապես 100 մարդ խորհրդարան, ապա հիմա ընդամենը 72 է ունի, եւ իրենք էլ նույնիսկ եթե համարենք, որ շատ adekvat չեն, բայց միևնույնն է հասկանում են, որ մոտավորապես կեսն է անցնելու լավագույն դեպքում։ Կարկանդակը, այսպես ասած, փոքրացել է, հավակնորդները դեռևս մնում են, եւ բավականին լուրջ պայքար է գնում, եթե չասեմ ներկլանային կռիվ, այդ կարկանդակում հնարավորինս մեծ ներկայություն ունենալու համար։ Այս առումով, երբ ասում են, որ այսինչ մարդը, որը որ այսինչ կլանի ներկայացուցիչ է, բան ունի, վատ հարաբերություններ ունի, այսինչ կլանի ներկայացուցիչի հետ իշխանական, դա այսօր նախընտրական պայքարի իրենց բանն է, տրամաբանությունն է, կլանները, ներքաղաքական, տնտեսական, ֆինանսական ազդեցության խմբերը իշխանության մեջ պայքարում են նոր ձևավորվելիք խորհրդարանում ունենալ հնարավորինս մեծ ներկայություն, բայց նորից եմ կրկնում, հիմա առանձնահատկությունն այն է, որ իրենք շատ լավ հասկանում են, որ ասենք 72-73 ԿՊ-ական խորհրդարանում չի կարող լինել տեսականորեն նույնիսկ լինելու է լավագույն դեպքում դրանց կեսը, այդ իսկ պատճառով կարկանդակը նորից եմ ասում փոքրացել է, այդ անցողիկ տեղերը քչացել են, կռիվը թեժացել է։
թեժացել է։ Հիմա տվյալ դեպքում, եթե Հայկը Սարգսյանն ասում է, որ ինքը այլևս չի պայքարելու այդ բանի համար, դա երևի թե այն պատճառով է, որ իրեն ուղղակիորեն ինքը հասկացրել են, կամ ինքը հասկացել է, որ իր ռեսուրսները չեն հերիքում, որպեսզի ինքը կարողանա իրավիճակ փոխել, բայց քանի որ այնուամենայնիվ մինչև հիմա էլ Նիկոլ Փաշինյանը ինչքան է թույլատրել է իր դիրքերը անգամ ԿՊ-ում ազդեցության առումով, հարցեր լուծելու առումով, այսինքն ինքը արդեն այդ ազդեցությունը, այդ հեղինակությունը ինչքան է որ չունի, միևնույն է ինքն է որոշում ամեն ցուցակի ամեն տեղում ով է լինելու ամեն դեպքում։ Ես կարծում եմ ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանի անունից երևի թե ինչ որ մեսեջ են ուղարկել, որպեսզի ինքը դադարեցնի ցուցակում լինելու համար պայքարը կամ այն մարդկանց միջոցով, որոնք ազդեցություն ունեն նույն Հայկ Սարգսյանի վրա։ Դա իրենց ներքին խնդիրն է, այստեղ մենք երևի թե ցանկություններ չկա մտնել մատի մատանու արանքը։ Հիմա կլինի Հայկ Սարգսյանը խորհրդարանում թե չի լինի, դա այսպես ասենք բան չի։ Եվ այս նույն Հայկ Սարգսյանի հետ կապված եւս մեկ հարց մենք տեսանք, մեր ռազմագերիները որ վերադարձան, մեր Լիբանանահայ հայրենակիցների հետ կապված երեք ամբողջօր իրենց հետ էր, մի ցանկով գնացել էր, այսպես ոնց որ սեփական PR-ն էր իրականացնում այն իրականության մեջ, որ Կիլինդային գերեվարված Վիգենի կնոջ Երևան Հայաստան գալու եւ այստեղ մնալու հոգատությունը բացառապես դաշնակցության շնորհիվ է իրականացվել, այստեղ ծախսը տեսել է Իշխան Սաղաթելյանը, իր գալը կազմակերպել է Լիբանանի դաշնակցության գրասենյակը, ու ինչպես է այսպես, մի ծաղրով ուղղակի գնացել է եւ ինչպես է փորձում, այսպես ասենք, սեփական անձի վրա ուղղել է։ Ինչ վերաբերում է, որ դաշնակցությունն է հոգացել այդ ամեն ինչը, ծախսերը եւ այլը, այդ ամեն ինչը, դա իսկ կարծում եմ երևի թե նորմալ է, երևի թե դա կապ ունի, այսպես ասենք, իրենց ստատուսի հետ, այսինքն դաշնակցության դերը, դաշնակցության հետ կապերը եւ այլը, դա շատ նորմալ է, դա ողջունելի է եւ երևի թե բնական է, դա արձանագրենք որպես բան։ Ինչ վերաբերում է այդ բաներին, սեփական PR, գիտեք, այսպես ասեմ, ես քանի որ տվյալ պարագայում ես չգիտեմ, ճիշտն ասամ, Հայկ Սարգսյանի եւ մեր ռազմագերու կապը եւ ընտանիքի հետ կապը, բացարձակ ճիշտն ասած, չգիտեմ, գուցե կա անցյալ, գուցե կա կապ կամ մարդկային հարաբերություն, անկախ նրանից, թե քաղաքական իրենք որ բաներ բևեռներում են կամ կան արդյոք որևէ բևեռներում, ես չգիտեմ, դրա համար ես ձեռնպահ կլինեմ որևէ գնահատական տալ PR է թե PR չէ եւ այլը, այս որպեսզի այս մեր գնահատականը կոռեկտ հնչի, էլի, որովհետեւ կարող է մարդիկ մտերիմ հարաբերություններ ունեն եւ ասենք օրինակ Հայկ Սարգսյանի համար Վիգենը բավականին, ասենք, հարազատ մարդ է գուցե, ես չգիտեմ, դրա համար շնորհիվ է Չայկետներում այդ մարդը 5 տարի գերից։ Դա էլ հարց է, դա է նորից եմ ասում։ Դա եթե դուք դրա մասին ինձ հարցնեք, այո, իր քաղաքական թիմի շնորհիվ, իր դերևս ներկա, եթե մարդը ցուցակում չի նշանակում, որ ինքը չի լքել, չէ՞, ԿՊ-ն։ Հա, այսինքն դե ամեն դեպքում այսօր վարչության անդամ է։ Այսինքն ինքը երբևիցե չի հանդես եկել, ասենք, քաղաքական կուրսին դեմ հայտարարություններով, ես միայն հիշում եմ այդ խաղային բիզնեսի հետ կապված իրենց մոտ լուրջ տարաձայնություններ կային։ Հա, հասկանում եմ, ես դա իհարկե դա բավականին զգայուն թեմա է ձեր ասած Պաշտոնյայի համար, ընդհանուր առմամբ զգայուն եւ կարեւոր թեմա է ընդհանուր առմամբ բանի տեսակետից, բիզնեսի տեսակետից։ Իսկ ընդհանուր առմամբ դրա համար եմ ես ասում քաղաքական տեսակետից իհարկե ում շնորհիվ են ընդհանրապես հիմա Բաքվի բանտում այս մեր բանտարկյալները սկսած զինվորներից վերջացրած բանով մեր քաղաքական ղեկավարության, Արցախի քաղաքական, ռազմաքաղաքական ղեկավարություն, դա ակնհայտ է, հա, բայց նորից եմ ասում, ես կարող է մարդկային հարաբերություն, ես չգիտեմ, կարող է ինչ-որ անցյալ ունեն, կարող է, չգիտեմ ինչ ունեն, այս տեսակետից դրա համար ես ինչու չեմ ուզում ասեմ այդ PR-ը թե ինչ է, որովհետև ես չգիտեմ, ես դրա համար ձեռնպահ կլինեմ, որպեսզի կոռեկտ լինեմ, զուտ մարդկային տեսակետից եմ ասում, քաղաքական տեսակետից այդտեղ ամեն ինչը պարզ է, հա,
եւ գուցե մեր գերին, ռազմագերին, որը վերադարձել է Վիգենը, ինքը իրավունք ունի այդ նույն հարցերը տալ նույն Հայկ Սարգսյանին։ Բա այդ ոնց է լինում, որ դու օրինակ Եվ վերջին հարց, պարոն Հակոբյան, այս մեր երկրի սոցիալական ծանր պայմաններում, մեր թոշակառուների բարևոյի մասով սովի մատնելու պայմաններում, մենք հարցումներ ենք անում այս օրերին ու տեսնում թոշակառուները ինչ են խոսում։ Մանավանդ այս սեզոնին կոմունալներ վճարեն, դեղ գնեն, ապրեն, ինչ անեն այդ 40,000 դրամով, դե Նիկոլ Փաշինյանն ասաց 10,000 դրամ որ տակ չեք իմանալ ինչ անեք, 20,000 դրամ որ տակ ձեր խնդիրների լուծում չի լինելու, բայց այ մենք կունենանք միայն օրինակ Նիկոլ Փաշինյանի եւ երկու փոխվարչապետերի դուրս է գրվել 51.600,000-ի պարգևավճար։ Արդարադատության նախարարը 6-7 միլիոնի պարգևավճար է ստացել։ Հույժ գաղտնի որոշումը հրապարակել է մեր գործընկեր Լեա Սարգսյանը 3 միլիարդի պարգևավճար է։ Խնդրեմ ես իրականության հետ կապված ինչու է նաև գիտենք էլի մենք այդ դիտակցում ունենք որ հենց այս նույն թոշակառուներն էին այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանի ձայն տվողները ինչու է այսքան մեծ նսեմացում ինքը իրականացնում այս մարդկանց նկատմամբ։ Գիտեք, ընդհանուր առմամբ Նիկոլ այս տարվա պարգևավճարները իրենք աննախադեպ բարձր են, որովհետև նախընտրական տարի է։ Նիկոլ Փաշինյանը իր թիմին, իր հենարանին փորձում է մոտիվացնել, փորձում է, այսպես ասենք, իրենց ավելի լավ պայմաններ ստեղծել, պատրանքներ ստեղծել, որ եթե իշխանությունը պահպանվի, ապա նույն ձևի եք ապրելու, նույն ձևի եք ապրելու, ավելի լավ եք ապրելու եւ այլ, այսինքն սա եթե պարզ լեզվով ասենք, սա փաստացի ընտրակաշարքի նման մի բան է պետական համակարգի իր համախոհներին։ Ընդ որում, բայց այս ամեն ինչը այս անգամ արվել է այնքան կացնային, որ հսկայական դժգոհություններ են առաջացել նույն պետական ապարատում, որովհետև պարգևավճարները հիմնականում ստացել են ԿՊ-ամերձ նախարարները, տեղակալները, վարչության պետերը, իսկ օրինակ այն մարդիկ, ովքեր որ իրականում, այսպես ասենք, նախարարություններում կամ գերատեսչություններում ամբողջ աշխատանքը տանում են, ընդ որում շատ դեպքերում աշխատանքի ժամերից դուրս, որովհետև եթե հանկարծ այդ գործը չանեն, ասենք ժամը 7-ին, 8-ին, իրենց սպառնում են, որ իրենց կազատեն եւ գտնեն այլ մարդկանց, որոնք ուզում են աշխատանք գտնել։ Սա արվել է շատ կացնային եւ հսկայական դժգոհություն կա պետական ապարատում այս առումով։ Ինչպես միշտ իշխանությունը ինչ որ մի բան արել է եւ այդ բանը արել է բավականին այսպես ասենք անմակարդակ մեղմ ասած եւ ես կարծում եմ նույնիսկ այս քայլը բավականին թանկ կարող է նստել իրենց վրա, որովհետեւ իրենք անգամ պետական ապարատում կարող են կորցնել իրենց աջակիցներին ապագա ընտրությունների ժամանակ։ Ինչ վերաբերում է թոշակառուների հետ կապված, ապա գիտեք, ընդհանուր առմամբ իրենք կարծում եմ գտնում են, որ թոշակառուները դա իրենք հիմնականում հիմա համարում են, որ թոշակառուները ոնց էր ուզում է լինել, երևի թե իրենցն են, ամենայն դեպս մինչև հիմա վերլուծությունները ցույց են տվել, որ այսպես ասենք 65+-ը կամ 65+-ը իրենց անալիզներում հիմնականում իրենց համար է քվեարկել։ Ես կարծում եմ իրավիճակը փոխվել է, իրենք դրա մասին չգիտեն, իրենք հիմա փորձում են աշխատել, այսպես ասենք, երիտասարդության վրա եւ քիչ թե շատ միջին տարիքի վրա, որովհետեւ հասկանում են, որ այդտեղ իրենք բավականին թույլ վիճակում են գտնվում։ Իսկ ինչ վերաբերում նորից եմ ասում, այդ խայտարակ պարգևավճարներին, այդ հսկայական բաներին, պետք չի այստեղ պատճառաբանել, թե պետական համակարգում պետք է անպայման մեծ գումարներ լինեն, որպեսզի մարդիկ կարողանան ուզենան այդտեղ աշխատել։ Ընդհանուր առմամբ պարգևավճար հասկացությունը հենց այն դեպքերի համար է, երբ մարդիկ լավ են աշխատում։ Այս կառավարությունը, որ փաստացի չունի հաջողություններ, ես կարծում եմ իրենց նույնիսկ աշխատավարձ տալն է պրոբլեմ, աշխատավարձ տալը շատ է ընդհանուր առմամբ, ել չեմ խոսում պարգևավճարներ, բայց նույնիսկ պարգևավճար տալն էլ պետք է կարողանաս իմանաս ոնց անես, որպեսզի
դժգոհություններ, հսկայական դժգոհություններ չառաջացնես ընդհանուր առմամբ։ Միշտ էլ այդ պարգևավճարների թեման եղել է թեմա, միշտ է եղել է քննարկման, դժգոհությունների առարկա, բայց միշտ էլ բոլոր իշխանությունները կարողացել են որոշակի բալանս պահեն այս ամեն ինչի միջև։ Սա ուղղակիորեն, ասեմ ձեզ, ընտրակաշառք եմ ես համարում, դա իմ կարծիքն է, ընդհանուր առմամբ, եթե չասեմ, քաղաքական կոռուպցիայի դրսևորում է առհասարակ։ Ես հասկանում եմ ձեր հարցի էությունը, սա ես ուղղակի դրա մասին չեմ էլ խոսում ընդհանուր առմամբ, այսինքն դուք հարց եք բարձրացնում էֆեկտիվ, դուք հարց եք բարձրացնում, որ այդ գումարները 3 միլիարդի մասին էր, չէ՞ խոսքը, 3 միլիարդ դրամը ինչպես կարելի է ավելի էֆեկտիվ օգտագործել երկրում սոցիալական իրավիճակը փոխելու համար, չէ՞, ընդհանուր առմամբ բնականաբար կարելի էր, բայց քանի որ իրենց համար հիմա իրենք գիտեք իրենց մոտ միան միջանկյալ հարց իրենք զգում են որ իրենք գնացող են վերջինը որ ասեն կայֆերն են ներողություն բառից համար ուզում փոկելու խաղել թե իրենք գիտեն որ լավ են մնացող են ու լդե սպասեք տեսեք չէ իրենք գիտեն որ իրենց մնալը վերարտադրվելը պրոբլեմատիկ է այնպես չի որ իրենք միանշանակ կարծում են որ իրենք գնացող են, այդպես չի, գնացողի բան չի, այսպես վարքագիծ չի։ Իրենք գիտեն որ դա պրոբլեմատիկ է, իրենք փորձում են այդ պրոբլեմը լուծել, այդ թվում նաև ինչ որ ընտրազանգված ընդլայնելու միջոցով փողով այդ թվում։ Այսինքն, եթե ինքը օրինակ X վարչության պետին բան է տալիս, օրինակ 1 միլիոն դրամ է պարգևավճար տալիս, օրինակ, հա, ինքը համարում է որ այդ 1 միլիոն դրամ ստացող վարչության պետը ունի ընտանիք, ունի բարեկամներ, որոնց վրա ինքը ազդեցություն ունեն, այսինքն իրենք փորձում են գոնե առնվազն ընդլայնել իրենց էլեկտորալ բազան։ Այո, ինքը թիրախային է ամեն ինչը։ Ես օրինակ չեմ բացառում, տեսեք, իրենք թոշակառուների վրա են թիրախային փորձում աշխատել։ Ինչ էին ասում, ասում էին այս առողջապահության ապահովագրական համակարգը թոշակառուները փաստացի 65+ է, եթե չեմ սխալվում, թե թոշակառուները իրենք բան են անելու, անվճար է լինելու այդ ամեն ինչը ապահովագրությունը։ Սա նույնպես այդ սերիայից է, այսինքն իրենք փորձում են թիրախային աշխատել ընտրազանգվածի տարբեր սեգմենտների վրա։ Աշխատել ի վերջո այդ բանակի 1.5 տարին սարքելը դա ոնց լայն աշխատանք է, լայն թիրախի վրա, փորձելով աշխատել, այսպես ասենք, ընտանիքների զգացողությունների վրա, ծնողների զգացողությունների վրա։ Մյուս կողմից նորից եմ ասում, թոշակառուների այս թեման, երեխաներին մինչև 16 թե 18 տարեկաններին անվճար առողջապահական այդ ապահովության համակարգի մասին խոստումները, իմիջիալոց դա մի այլ խնդիր է այդ առողջապահության ապահովագրական համակարգի հետ, դա բավականին լուրջ խնդիր է եւ արդեն երևում է, որ ինչպես ասում են, այդ ծանրությունը իրենց ոտքին են գցելու, որովհետեւ ընդհանրապես որևէ պատրաստվածություն չկա այդ համակարգում, ոչ ինստիտուցիոնալ, ոչ էլ ալգորիթմի առումով, դա արդեն երևում է դա այդ խնդիրը։ Այնպես որ իրենք բոլոր թիրախային խմբերի վրա փորձելու են աշխատել այս կամ այն չափով, բայց հիմա այսպես գաղտնի հրամանով, եթե իրենք համոզված չլինեին, որ սա կարող է մեծ աղմուկ առաջացնել դժգոհություն, այդ հրամանը գաղտնի չէր լինի, որի մասին դուք ասում եք, որը որ լրագրողը, այսպես ասում են, ապրի լրագրողը ինքը բացահայտեց այդ եւ գտավ այդ փաստաթուղթը, որը որ գաղտնի գրիֆի տակ էր։ Նախկին Գևորգ Սրբազանը, որին կարգալույծ են արել այլևս, դատական ինչպես? Պաշտոնից իջեցրել են, այո, ավելի շուտ կներեք։ Դատի է, դատական հայց է ներկայացրել հայ առաքելական եկեղեցու դեմ։ Սան ասել եք, կա՞։ Թող եվրոպական դատարան դիմի։ Իմ խորհուրդը դա է։
թող դիմի եվրոպական դատարան, թող ընդհանրապես բան։ Ընդհանրապես դա ես իհարկե հիմա նույնիսկ չգիտեմ լուրջ եմ ասում թե կատակով եմ ասում, առհասարակ կամ այն դատարան են որ բաներ չեն, Հռոմի ստատուտով եւ այլ, այսինքն բոլոր ացիաներով կարող է դիմել առհասարակ, դա, բայց ընդհանուր առմամբ գիտեք, ես առաջի անգամ եմ տեսնում, որ հոգեվորականը դա ընդհանրապես դատարան է դիմում։ Դատի է դիմում, որովհետեւ որքանով ես գիտեմ, այդ բանում ոլորտում, հա, հոգեվորականները երբեք դատարան չեն դիմում, այսինքն իրենք փորձում են բոլոր հարցերը լուծել, բանի, այսպես ասենք, իրեն եկեղեցու կանոնադրության շրջանակում, իրենց տարբեր ատյանների, ինստիտուտների այդ շրջանակներում, հա, հոգևոր խորհուրդ եւ այլը, հա, հիմա ես դրա մեջ չխորանամ։ Այսինքն սա աննախադեպ է, սա կարող է լինել միայն, այսպես ասենք, իրական Հայաստանում այսպիսի բան, եւ ընդհանրապես, գիտեք, եթե մի երկրում կարող է վեհապարը կամ եկեղեցին որոշի, որ այս մարդու, այս հոգեվորականի պաշտոնը սա է, իջեցնում են պաշտոնը եւ իսկ աշխարհիկ իշխանության ղեկավարը ասի, որ այդպիսի բան չկա, հա, նման պարագայում բնականաբար հոգեվորականը պետք է դիմի ոչ թե հոգեվորական ատյաններին, հա, եկեղեցական ատյաններին, այլ երևի թե այդ պարագայում պետք է դիմի հենց բաներին, դատարան, հա, դա իհարկե աբսուրդ է, դա օրինակի մարազմ է, բայց սա իրական Հայաստանն է։ Եվ եկեղեցու դեմ արշավը։ Եկեղեցու դեմ արշավը, գիտեք, ես կարծում եմ շարունակ եկեղեցու դեմ պայքարը ես կարծում եմ շարունակվելու է, որտեղ դա Նիկոլ Փաշինյանի նախընտրական կամպանիայի մի բաղկացուցիչ մասն է, որովհետև այլ թեմաներ իր մոտ ըստ էության մեծ ռեզոնանս չեն տալիս։ Ոչ խաղաղության կոնցեպտն է մեծ ռեզոնանս տալիս, ոչ այդ կոռուպցիայի դեմ պայքար, նախկիններ, դա արդեն ընդհանրապես կարծում եմ ռետրո թեմա է, առհասարակ հակաեկեղեցական այս արշավը ինքը եւ նախընտրական թեմա է եւ արտաքին պատվերի իրականացում եւ ադապտացում նաեւ ներքին քաղաքական խնդիրները իր լուծելու համար։ Սա ոչ պոպուլյար թեմա է, շատ ռիսկային թեմա է Նիկոլ Փաշինյանի համար, բազմաթիվ անգամ ասել եմ, այդ թվում ձեր մոտ եմ ասել, սա ամենառիսկային թեմաներից մեկն է, որովհետև սա չի ընկալվում։ Նիկոլ Փաշինյանը, գիտեք Նիկոլ Փաշինյանի ուժեղ կողմը դա քարոզչությունն է։ Կապ չունի մանիպուլյացիաների միջոցով, թե բանով, ռետորաբանության եւ այլը։ Քարոզ ինքը պարտվում է այստեղ հենց քարոզչության դաշտում։ Այստեղ է իր խնդրեմը։ Եթե Նիկոլ Փաշինյանը ունենար ռեսուրս, համապատասխան արդեն ռեսուրս ունենար զանգվածի տեսքով, բազմաթիվ անգամ ինքը արդեն այդ հարցը լուծած կլներ, ինչպես ինքը խոսք էր տալիս։ Ինքը չունի այդ ռեսուրսը եւ փորձում է տարբեր ալիքներով, բայց ինքը նաեւ հասկանում է, որ եթե ինքը արձանագրի միջև ընտրությունը իր պարտությունը, եթե ինքը չհասնի նրան, որ կաթողիկոսը փոխվի, օրինակ, չէ՞, հա, ինքը պարտվելու է նաեւ քաղաքական բանում, դաշտում ընտրությունների ժամանակ։ Սա շատ ռիսկային է, բայց ինքը ինչ որ չափով վաբանկ է գնում նաեւ, որովհետեւ կա արտաքին, այսպես ասենք, պատվեր, որովհետեւ Դաբրոյի մասին չեմ ասում, պարզ է, թե պատվեր կա, Դաբրո կա, որովհետեւ նույն թե թուրքերը, թե ադրբեջանցիները, թե նրանց հովանավորները, իրենք միշտ խնդիր են ունեցել չզոքացնել, իրենք ուղղակի են ասել, չէ, Ալիևը, որ կամ բան, որ ռադիկալ է մեր սփյուռքը եւ եկեղեցին։ Այսինքն կա խնդիր եկեղեցու թուլացմամբ կամ վերահսկողության տակ մտնելու ճանապարհով թուլացնել սփյուռքի գործոնը։ Այլ հարց է, որքանով են ասենք թե գերագնահատում այդ սփյուռքի գործոնը, օրինակ Ադրբեջանում, դա այլ խնդիր է, բայց այնուամենայնիվ այս արտաքին կա խնդիր, արտաքին կա ազդակ, որ այս հարցը լուծի, եւ ինքը փորձում է դա նաեւ ադապտացնել իր ներքին քաղաքական նպատակների համար։ Նորից եմ ասում, կարծում եմ ռիսկային է, բոլոր սոցհարցումներն են դա ցույց տալի, հանրային կարծիքի ուսումնասիրությունը դա է ցույց տալիս, ինչ վերաբերում, որ դա ռիսկային է, որ դա ամենառիսկայինն է ընդհանուր առմամբ, վաբանկ է գնում,
ինչ որտեղ, ես այդպես եմ գնահատում, փորձում է տարբեր ճանապարհներով, այդ պարակտում մտցնելով ներսում եւ այլ, բայց մենք տեսնում ենք ամեն դեպքում 10 այդ բանից ընկում առայժմ այնց առանձնապես չի տարածվում։ Եթե անգամ 15 են, որ Փաշինյանը 16-17 Կարա 27 լինի, ես բայց սրան հակադրությունը մենք նաեւ այս իրականության մեջ տեսանք 250-ից ավել մեր հոգեվորականների Դե ես դա եմ ասում, որ քարոզչակ այդ ամեն ինչը նրանից է, որ հոգեվորականների վրա որևէ ճնշում չկա, հանրային ճնշում չկա, ինքը ճնշում գործադրում է, հանրային ճնշում չկա, ուժայինների միջոցով, հանրային ճնշում չկա, որովհետև քարոզչական առումով ինքը պարտվում է եւ դեռևս շարունակում է այդ բանը։ Ես չգիտեմ հետագայում ինչպես կլինի, ինչ վերաբերում է վեհապարի վարքագծին, վեհապարը ես կարծում եմ անում է այն, ինչ որ պետք է անի վեհապարը, այսինքն ես միշտ ասել եմ վեհապարի պարագայում, եթե վեհապարը չի հանձնվի, այսինքն ինքնակամ չհանձնվի, այսինքն օրինակ, չգիտեմ իրենց մոտ ոնց է դա կոչվում, այսպես իր կարգավիճակից չհրաժարվի, ապա հնարավոր չի որևէ բան անել ընդհանուր առմամբ։ Որովհետև վեհապարը, եթե նույնիսկ բանտում լինի, վեհապարը լինելու է։ Մայրաթոռը լինելու է, ասենք թե ԱԱՑ մեկուսարանում, կոչվելու է, որ այնտեղ է գտնվում։ Դրա համար Նիկոլ Փաշինյանի գլխավոր խնդիրը հիմա այն չի, որ ճնշում գործադրելով ստիպել բան անել։ Եվ նա ասում էր դրա մասին, ասում էր ինչպես օրինակ Սերժ Սարգսյանն է հրաժարական տվեր, ինքն է չէր ուզում, ճնշման տակ ինքն է կգնա։ Ինքը ճնշման միջոցով փորձում է բան։ Եթե վեհապարը պինդ լինի, եթե իր ռեսուրսները հերիք են, բոլոր ռեսուրսները, եւ եթե լինի հանրային աջակցություն, ինչու չէ նաեւ քաղաքական աջակցություն, համարենք որ քաղաքական աջակցությունը հանրային աջակցության շրջանակում է, ապա ես կարծում եմ, որ բավականին բարդ է լինելու, ինչ որ մի պայի գուցե կփորձի ռադիկալիզացնի իր պայքարը, որովհետեւ եթե տեսնի, որ ժամանակը գնում է ընտրությունները մոտենում են, ինքը շատ զբաղվում է այս հարցով, որ շատ ուժ ու ռեսուրս է կլանում ու հավատը կորցվում է իր հաջողության նկատմամբ, գուցե կփորձի ինչ-որ ռադիկալիզացնի այս բանը, մի քանի անգամ փորձվել է, բայց չի ստացվում։ Տեսնենք, դա հիմա դա պայքար է։ Վեհապարի դիրքորոշումը ամենակարևորներից է, ամենակարևորն է, որովհետև իր պինդ լինելը իր հստակ ասենք դիրքերին։ Միջև հիմա ամենայն դեպս ինքը որևէ տատանումներ մենք ամենայն դեպս չենք զգացել։ Գուցե մենք ինչ որ ավելի ռադիկալ իր կողմից քայլեր ենք բանանում, բայց գիտեք, այն ռադիկալ քայլերը, այն որ ասում ենք դիմի, բանանի եւ այլը, ըստ էության դա չի օգտագործվել դա։ Դա մենք կարող ենք համարել Մենք կարող ենք երևի համարել, որ այդ ռեսուրսները, որի մենք պատկերացում ունենք, դեռևս չեն օգտագործվել։ Եվ դա երևի թե դեռևս վեհապարի ակտիվում է։ Շատ